Обвиняемые ответили на вопросы государственных обвинителей, касающиеся геноцида в Խոջալի. Բաքվի զինվորական դատարանում նախօրեին Խոջալույի գործով հարցաքննվել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։ Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների ու միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության ընթացքում նախ հարցաքննվել է Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, որը Լեռնային Ղարաբաղը ղեկավարել է 1997-ից 2007 թվականը։ Հարցաքննությունից մանրամասներ է փոխանցում ադրբեջանական Ազերթաջ գործակալությունը։ Պետական լրատվամիջոցը պնդում է, թե Արկադի Ղուկասյանն իբրև թե ասել է, որ Խոջալույի դեպքերի ժամանակ Արցախի ղեկավարը Արթուր Մկրտչյանն էր, ռազմական գործողությունները ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը, հանգուցյալ կոմանդոսը, իսկ ձևավորված ինքնապաշտպանական ուժերը Սերժ Սարգսյանը։ Он добавил, что руководителем формировавшихся сил самообороны был Серж Սարգսյան։ 2007-2020 թվականը Արցախը ղեկավարած Բակո Սահակյանը ըստ Ազերթաջի պատասխանելով ադրբեջանցի մեղադրողի հարցերին ասել է, թե չի տիրապետում Խոջալույի մասին իրադարձություններին։ Արձագանքելով դատարանի դահլիճում ցուցադրված տեսանյութերին, Բակո Սահակյանն ասել է, թե տեղյակ չի եղել այդ մանրամասներին, բայց շեշտել է, որ իր դիրքորոշումը հստակ է, ինքն անընդունելի է համարում այդ օրինակ իրադարձությունները։ Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը, որ Ղարաբաղը ղեկավարեց 2020-ից մինչև 2023 թվականը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի Խոջալույի իրադարձությունները Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենախոշոր ողբերգությունն է անվանել։ Նա նաև ասել է, թե Արցախում Խոջալույի օպերացիան չէր քննարկվում, մինչդեռ Շուշիի գործողության մասին մի քանի գրքեր են գրվել։ Նա ըստ Ազերթաջի նույնպես ասել է, որ այդ ժամանակ, այսինքն 1992-ի փետրվարին, գլխավոր ռազմական ղեկավարը Արկադի Տեր-Թադևոսյանն էր եւ հավանաբար Խոջալույում ռազմական գործողությունները նրա համաձայնությամբ ու ցուցումներով են իրականացվել։ Арայик Арутюнян заявил, что считает события в Խոջալի самой крупной трагедией Первой Карабахской войны. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մինչդեռ նշում է, որ գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շուրթերով հնչող այս ցուցմունքները բնականաբար արժանահավատ լինել չեն կարող, քանի որ բոլորն էլ հասկանում են, թե դրանք ինչպես են կորզվում։ Ոչ միայն մեզ, այլ միջազգային հանրության համար հասկանալի է, չէ, որ ինչպիսի պայմաններում են ընթանում այդ դատավարությունները եւ ինչ ճնշումների, ինչ ազդեցության շնորհիվ կարող են իրենք կորզել տարբեր տիպի տեղեկություններ եւ այդ տեղեկատվությանը լուրջ չպետք է վերաբերվել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը շուրջ 8 տարի ղեկավարած Սեյրան Օհանյանը պնդում է, Խոջալույում ցեղասպանություն չի եղել, ադրբեջանցիները իրենք են ուժ կիրառել իրենց իսկ բնակիչների դեմ։ Խոջալույում ռազմական հենակետ է տեղավորել եւ այդ ռազմական հենակետից գնդակոծել են հայկական բոլոր բնակավայրերը եւ այդ հենակետերի վնասազերծումը թույլ տվեց, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա ազատ շնչել եւ ազատ ապրել իր իսկ պատմական տարածքում եւ այդ հենակետի ռազմական վնասազերծման ժամանակ մարդասիրական բոլոր նորմերը միջանցքը պահպանվել է եւ իրենք են, որ մարդասիրական միջանցքով անցնող իրենց բնակչության նկատմամբ ուժ են կիրառել եւ իրենք են նրանց վրա կրակել։ Պաշտպանության նախկին նախարարի խոսքով ցեղասպանությունից խոսող Ադրբեջանն ինքն է Արցախի ինքնորոշման առաջին իսկ օրվանից տարբեր վայրագություններ ու խոշտանգումներ իրականացրել, իսկ արդեն 2023-ի սեպտեմբերին ցեղասպանություն իրականացրել Արցախում իր հայրենիքից բռնի տեղահանելով մի ողջ ժողովրդի։